Հրապարակված դատավճռով Հովհաննես Բաղդասարյանը նախ մեղավոր ճանաչվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասով եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի ժամկետով։ Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում կիրառվեց եւ ազատվեց պատժի կրումից, սակայն քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման։ Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ 26.05.2011 թվականին համաներում հայտարարելու մասին որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետի հիման վրա նշանակված պատժի չկրած մասը ենթակա է կրճատման 1/4-ով։ Այսպիսով Գյումրեցի ազատամարտիկը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։ Բացի այդ հրապարակված վճռով Հովհաննես Բաղդասարյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձվելու է 3 միլիոն դրամից ավելի գումար։ Ազատամարտիկը մեսաձրույցում կայացված դատավճիռն անօրինական համարեց։ 4 տարի շարունակ կռվել է մարտի դաշտում։ Առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերել ու ստացվում է, որ այսօր ինքն է պետությանը վճարելու։ Համ գնամ առողջությունից կորցնեմ, համ պետության համար ծառայեմ, ամեն օրից վճար մուծեմ։ Որոստե ես չեմ հասկանա ոնց կարելի է այդպես մարդուն անհիմն գլխին սարքել։ Առանց ապացույցների բերե հասցրել է դատարան, այդ պատճառը դա ապացույց չկա։ Իրանք պրոստը ասում են չի վիրավորվել։ Վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում, նշեց Ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը։ Ըստ նրա դատարանն ի սկզբանե կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել, մերժել կողմի ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները։ Հետևաբար սույն դատավճիռն այնքան էլ անսպասելի չէր։ Դատարանն առանց ապացույցների որոշ մարդկանց հայտարարությունների հիման վրա գործ է քննելու դատավճիռ կայացրել, իր հերթին նշեց ազատամարտիկը։ Ես այս երկրի համար կորցրել եմ առողջությունից, կորցրել եմ լավագույն տարիներ, ես ումից պիտի հետ ուզեմ։ Ես զարմանում եմ նաև այս պետության հոգեբանության վրա։ Եթե դու գտնում ես, որ վնաս ես կրել, այս մարդուն պատճառով վնաս ես կրել, այսօր այս մարդը, որը ոչինչ չունի, տանես մի հատ էլ ազատազրկման վայրում իրան պահես, կրկնադի վնաս կրես։ Իմաստը որն է։ Դատարանն այդպես էլ հարցաքննության չհրավիրեց Հովհաննես Բաղդասարյանի մարտական ընկերոջը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին։ Մեղադրող կողմի ներկայացրած որոշակի փաստերը հիմք ընդունելով դատարանը միակողմանի քննություն է իրականացրել, գտնում է Թամարա Յայլոյանը։ Օրենքի գերակայություն չէ, այլ որոշ անձանց համար է այս դատարանը ստեղծված եւ միայն կարող են ազատամարտիկներին բերել այստեղ եւ դատել։ Ես գտնում եմ, որ լրիվ անարտարություն էր։ Ամբաստանյալ կողմի ակնկալիքներն ավելի շատ վճռաբեկ դատարանից են, չնայած որ առաջիկայում վերաքննիչ բողոք կներկայացվի։ Եթե դատական այդ երկու ատյաններն էլ մեղավոր ճանաչեն Գյումրեցի ազատամարտիկին, ապա եվրոպական դատարան հայց կներկայացվի։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։